Հունիսի 11-ին վաղ առավոտյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում։ Վախեցա, իմացա երևի թուրքերն են խփում։ Վախեցա, ինձ թուլացա։ Հետո դուրս եկա տան հետևի բարկոնը նայեցի, տեսա չէ, ծուխ ա հելնում շենքից։ Մի կինակ բղավում, օգնեցեք, օգնեցեք։ Ըստ նախնական տվյալների պայթյունը գազի արտահոսքի հետևանքով է եղել։ Շենքը բաղկացած է 44 բնակարանից, որտեղ փաստացի բնակվում են 33-ը։ Առաջի հարկից մինչև 4-րդ հարկը փլուզվել է տվյալ մուտքի։ Փլուզվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկի բնակարանները, մասամբ նաև կից մուտքի բնակարանները։ Ժամը 17:00-ի դրությամբ կա 4 զոհ, 12 տուժած։ Ցավոք սրտի պիտի ասեմ, որ այս պահին 4 զոհ ունենք, եւս 1 որոնվող։ Ես նախ ցավակցում եմ զոհվածների ընտանիքների անդամներին, 12 ուրեմն վիրավոր ունենք, որոնցից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուսների վիճակը գնահատվում է ընդհանուր առմամբ իրենց կյանքին վտանգ չի սպառնում, նյութական վնասը առաջիկայում կգույքագրվի, հիմա Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գործընկերները զբաղվում են ընդհանուր իրավիճակը գնահատելով, որից հետո կառավարությունը անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի մեղմելու հետևանքները, մենք ցավոք սրտի այսպիսի նախադեպեր էլի ենք ունեցել, ինչին կառավարությունը պատշաճ կերպով արձագանքում է։ Արմալուրը կապ է հաստատել Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանի հետ։ Մեզ հետ հեռախոսազրույցում Օհանյանը նշեց, շենքերը վթարային չեն համարվել, պայթյունն է ուժգին եղել։ Ուժգին ա եղել, որ շատ հեռավորության վրա այդ ծնծումները նաև բան են արել, էլի զգացել են պատուհաններ աճարդել, շատ ուժեղ ա եղել։ Փլատակներից դուրս է բերվել 1 տղամարդու և 3 կնոջ դի։ Մահացած կանայք 1937, 1949 և 1935 թվականների ծնունդ էին, ասում է Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը։ Հորանավական աշխատանքներ ա գտնում, 3 դիակ են հայտնաբերել, տարեսներ են Վարդանյան Ռոզայի, Զարդյան Ռիկայի և Պոստիսյան Ռոզայի։ Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են, ավելի քան 280 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ են ներգրավված աշխատանքներում։ Այս պահին իրականացնում ենք փրկարավորողական աշխատանքներ, որի մեջ ընդգրկում ենք նաև շները, մեր փրկարարական շներին, նաև իրականացնում ենք այլ մեթոդիկա ունենք, նաև սարքերի միջոցով պանելների տակ Ստեղծվել է աշխատանքային խումբ կարիքների գնահատում իրականացնելու, այս պահին այդ աշխատանքներն են իրականացվում, նախ անել ենք շենքում փաստացի բնակվողների տվյալները, մարզպետի աշխատակազմի առողջապահության վարչությունը հիմա գնահատում է արդյոք այդ ընտանիքներում կային քրոնիկ հիվանդություն ունեցողներ դեղորայքով, որպեսզի կարողանան արագ ապահովեն։ Հնարավոր բոլոր հարցերը այս պահին փորձում ենք մեր ձեռքում վերցնել, փորձենք կառավարելի դարձնել մեր համար։ Աշխատանքային խումբը ակտիվ աշխատում է, ինձ թվում է առաջիկա ժամերի ընթացքում արդեն ամբողջությամբ հստակություն կունենա։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայության տվյալներով 11 տուժած քաղաքացիներից 3-ը տեղափոխվել են Երևանի բուժկենտրոններ։ Տուժածների վիճակը գնահատվում է միջին և բավարար։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, փրկարարները փլատակներում ևս 1 քաղաքացու են որոնում։ Ճամբարակի պայթյունի գործով քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ Հասմիկ Ֆահրեդյան, Արմալուր։